Ինչ է փոխվում, երբ կլիմայի փոփոխության մասին խոսում են ոչ միայն մասնագետներն ու քաղաքականություն մշակողները, այլև այն սերունդը, որը ստիպված է լինելու ապրել այդ փոփոխությունների հետևանքների հետ։ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդ ու դեռահաս 2 օր շարունակ հենց այս հարցի շուրջ էին քննարկում, առաջարկում ու վիճում։ Բայց այս հանդիպման նպատակը միայն խոսելը չէր։ Նրանց խնդիրն էր սեփական մտքերն ու համայնքների խնդիրները վերածել միասնական առաջարկների, ինչի արդյունքում ընդունվել է երիտասարդների ազգային հայտարարություն։ Այն Հայաստանի դեռահասների ու երիտասարդների միասնական դիրքորոշումն է եւ հաջորդ փուլում պետք է ներկայացվի միջազգային հարթակներում, այդ թվում Երևանում կայանալիք COP17-ում, իսկ COP31-ի նախաշեմին ներառվի գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում։ Ես մասնակցել եմ COP28-ին Դուբայում, COP28 համաժողովին, եւ հենց այդ ժամանակ հասկացել եմ, թե որքան կարեւոր է, որ մենք մեր ձեռքում ունենանք ազգային հայտարարությունը, քանի որ երբ որ երիտասարդները գնում են մասնակցելու նման համաժողովներին, նրանք պետք է իրենց ձեռքում ունենան հաստատված մի փաստաթուղթ, ըստ որի կապացուցեն եւ ցույց կտան, որ օրինակ Հայաստանում մենք ունենք հետեւյալ խնդիրները։ Վստահ եմ, որ եթե հնարավորություն ունենան նաեւ Հայաստանից երիտասարդներ մասնակցելու COP31-ին, արդեն իրենք կգնան ավելի վստահ, ավելի հստակ քայլերով, թե ինչ են անելու։ Տարբեր մարզերից եկած մասնակիցների համար կլիմայական փոփոխությունը վերացական հասկացություն չէ։ Այն առնչվում է ջրին, գյուղատնտեսությանը, բնությանը, կենսաբազմազանությանը, համայնքների զարգացման ու ի վերջո իրենց ապագային։ Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամ Աշոտ Մաթևոսյանի խոսքով գնալով Հայաստանում երիտասարդների խոսքը բավականին լսելի է դառնում, բայց դա բավարար չէ։ Երիտասարդների ձայնը պետք է լինի նաև արժևորված եւ կարևորված։ Ներկայումս ամբողջ աշխարհը փորձում է անցում կատարել դեպի կանաչ տնտեսություն եւ այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ են առաջանում, մասնավորապես ներկայումս արկա աշխատատեղերի հետ կապված, որովհետեւ այն աշխատատեղերը, որոնք ներկայումս արդի են, արդեն գրեթե հետին պլան են մղվում այդ կանաչ տնտեսության անցման ճանապարհին, դրա համար էլ մենք կարևորում ենք հենց արդար անցում կոչվող այդ տերմինը, այդ արդար անցման ճանապարհը, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան արդեն տիրապետելու նոր աշխատաշուկային, այսինքն երիտասարդների համար կազմակերպի կրթության մի նոր ձև, մի նոր եղանակ, որը հնարավորություն կտա նրանց տիրապետելու այդ կանաչ հմտություններին եւ արդեն նոր աշխատաշուկայում գտնելու իրենց ուրույն տեղը։ Էլքոյը կազմակերպել էր շրջակա միջավայրի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ստեղծված կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդը։ Ոչ մի որոշում մեր մասին առանց մեզ կարգախոս ունեցող Էլքոյ համաժողովի շրջանակում մասնակիցների կողմից բազում խնդիրներ են վերհանվել։ Օրինակ կլիմայի եւ դրա շուրջ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունը, կանաչ անցման խնդիրը։ Երիտասարդները շատ լավ գիտակցում են ածխածնի հետքի նվազեցման անհրաժեշտությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում, որ դա պետք է այնպես անել, որ մի շարք ոլորտներ չտուժեն։ Մեզ համար սա շատ կարևոր հնարավորություններ նորից վերաստեղծել ու ամրապնդել մեր կապերը երիտասարդության հետ։ Armenia Tree Project-ը 30 տարուց ավել աշխատում է Հայաստանում եւ մենք ոչ միայն կանաչ օրակարգն ենք առաջ մղում, այլ նաեւ հանրային իրազեկման մեծ օրակարգ ունենք եւ մեծ առաքելություն ունենք։ Մեր գործընկերների հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամի մենք նախաձեռնեցինք նաեւ Էլքոյի, այսինքն երիտասարդական COP-ի համաժողովի աջակցությունը, որը ենթադրում է, որ տեղական ձայնը, հատկապես տեղական երիտասարդության ձայնը կառավարությունների բանակցություններին զուգահեռ պետք է լսելի դառնա։ Եթե որպեսզի պատկերացնեք, COP17-ը ինքը միջկառավարական բանակցությունների հարթակ է։ Գալու են 50-ից ավելի երկրներ, նստելու են բանակցային սեղանին եւ քննարկելու են կենսաբազմազանության օրակարգը։ Թե զուգահեռ դրան Հայաստանի կարիքը եւ Հայաստանի բնակչի ու երիտասարդի կարծիքը ինչպես է արտահայտվում, մի քիչ բաց է մնում։ Այդ հարթակները տալիս են Էլքոյի նման հնարավորությունները։ Այսպիսով 2 օրվա քննարկումներն ավարտվեցին ոչ թե միայն լուսանկարներով եւ շփումներով, այլև փաստաթղթով, որի միջոցով Հայաստանի երիտասարդները փորձում են իրենց ձայնը հասցնել որոշումներ կայացնողներին։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։